Հունվարի 6-ին Նինոց Մինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում տիրեց տոնական ու հոգևոր մթնոլորտ։ Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների համաձայն նշվեց Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը։ Տոնի առիթով եկեղեցում հավաքվել էին բազմաթիվ հավատացյալներ, մասնակցելու Սուրբ Ծննդյան պատարագին և միասնաբար աղոթելու խաղաղության ու բարության համար։ Այսօր Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնն է։ Գիտենք, որ Քրիստոս, որ ծնվել էր 30 տարեկանում, նույն օրը մկրտվեց Հորդանան գետում։ Դրա համար մտնելով ջուրը ջրերը օրհնվեց եւ այսօր նաեւ ջրերն են օրհնում եւ բաժանում ենք ժողովրդին։ Քրիստոսի ծննդյան եւ Աստվածահայտնության տոնն է, Սուրբ Պատարագ մատուցեցինք ծննդյան եւ այստեղ Սուրբ Սարգսից հետո պիտի գնանք գյուղերը, մոտ 10 գյուղ, ջրօրհնեքի արարողություններ ունենք, ջուրը պիտի օրհնենք եւ ժողովուրդը օրհնված ջրերը իրենց տուն տանեն։ Շնորհավորում եմ բոլորին, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է ծնունդը եւ հայտնությունը Քրիստոսի, մեզ մեծ ավետից։ Շնորհավորում եմ Նինոց Մինդա շրջանի մեր բոլոր ժողովրդին, թող Մանուկ Հիսուսի իր ծնունդով օրհնություն բերի բոլորիս ընտանիքները։ Շնորհակալություն։ Սուրբ Պատարագը մատուցվեց հոգևոր հովվի կողմից, ընդգծելով Քրիստոսի ծննդյան խորհուրդն ու նրա նշանակությունը հավատացյալների կյանքում։ Պատարագից հետո կատարվեց ջրօրհնենքի արարողությունը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունն ու ջրի օրհնությունը։ Օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին որպես հավատքի, մաքրության և նոր կյանքի խորհրդանիշ։ Բայց առանց Աստծո մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ մենք Աստծո թևի տակ ենք ապրում։ Առաջ Աստված, հետո մեր նոր ուրախությունը։ Մենք ամենաշատ ուրախությունը մաղթում ենք այն ժամանակ, երբ Աստծո Սուրբ Ծնունդը հունվարի 6-ը ուրախության օր է, մեզ համար ամենազորավոր օր է, որ Աստված իր որդու միածին որդուն ուղարկեց աշխարհ, որպեսզի մարդիկ մութ աշխարհից լույս աշխարհ ելնեն, ով որ այդ լույսը ընդունում է հավիտենական կյանքի արժանի լինեն, քանի որ մենք բոլորս ունենք մեկ Աստված, Հայր, Որդին և Սուրբ Հոգին։ Ամեն։ Արարողության ավարտին հավատացյալները միմյանց փոխանցեցին տոնական բարեմաղթանքներ խաղաղության, առողջության և լուսավոր ապագայի մաղթանքով։ Սուրբ Ծննդյան և ջրօրհնենքի այս տոնակատարությունը ևս մեկ անգամ համախմբվեց Նինոց Մինդայի համայնքը, ամրապնդելով հոգևոր արժեքներն ու ազգային ավանդույթները։